Նժարը քաղաքական հայտ է ներկայացնում, սահմանադրական շարժումը կմասնակցի գալիք տարվա 2026-ի խորհրդարանական ընտրություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում են ներկայացնելու իրենց թիմը։ Ցուցակը կգլխավորի, այսինքն ըստ էության վարչապետի թեկնածուն կլինի իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Հայաստանը կանգնած է վճռական ընտրությունների առաջ։ Մենք բոլորս գիտենք, որ երկիրը այլևս չի կարող շարունակել ներկայիս ճգնաժամային ուղով իր ընթացքը։ Ժողովուրդը պետք է ստանա իր սահմանությամբ ամրագրված իշխանությունը եւ վերականգնի վստահությունը սեփական պետության նկատմամբ։ Այս նպատակի համար Նժարը հետևյալ առաջարկն ունի՝ Հանրապետության նախագահի ինստիտուտը փոխարինել կոլեգիալ, անկուսակցական եւ բարձրագույն նույն իշխանությամբ օժտված պետական ինստիտուտով, որը կապահովի համատեղ պատասխանատվություն, կայունություն եւ երկարաժամկետ լեգիտիմություն, ինչպես նաեւ այսպես ասած անցնենք թվային պետության, թափանցիկ, արագ եւ քաղաքացիակենտրոն կառավարման, որտեղ պետական բոլոր գործառույթները մատչելի են մեկ պատուհան սկզբունքով։ Այս ամենը իրականացնելու համար մենք կարիք ունենք իրականացնել լուստրացիա։ Մենք պետք է վերջ դնենք անցյալի առատավոր պրակտիկային։ Լուստրացիան անհրաժեշտ քայլ է պետական համակարգը մաքրելու նախկին կոռուպցիոն կապերից եւ վերականգնելու հանրային վստահությունը։ Սա չի լինելու հաշվեհարդար, սա օրենքի եւ արդարության սկզբունքով իրականացվող գործընթաց է, որը թույլ կտա նոր իշխանություններին աշխատել մաքուր էջից։ Եվ հենց այստեղ ուժը պատրաստ կլինի համագործակցել այլ թիմերի հետ, թե միայնակ է ուզում վերցնել իշխանությունը։ Կոալիցիան չեն բացառում, ավելին հենց դաշինքի տրամաբանությամբ են պայքարի մեջ մտնելու։ Մենք որպես դաշինք ենք ձևակերպելու, տարբեր կուսակցությունների դաշինք լինելու, եւ այդ դաշինքը որպես կոալիցիա իր կոալիցիոն կառավարությունն է ունենալու։ Առաջիկա 2 ամիսների ընթացքում քաղաքական դաշտի նոր թիմը կվերջնականացնի իր ծրագիրը ու կներկայացնի հանրությանը։ Առաջին քայլերից է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկը։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։